Օձը ինձ կծել է մի քանի անգամ, մեծ հիասթափություն ապրեցի կրկեսից, եթե ես ամուսնացած կին եմ, ես շատ բաների իրավունք չունեմ։ Կային ամուսնուս կողմից արգելքներ, ամուսնալուծությունից հետո ես նոր սկսեցի զբաղվել, կարելի ասել, իմ կարիերայով։ Դու հիմա միայնակ մեծացնում ես որդու։ 6 տեղ էի աշխատում, չէի հասցնում քնեի, չէի հասցնում նորմալ սնվեի։ Հակադեպրեսանտներ ես խմել, որ կարողանաս դուրս գալ այդ վիճակից։ Խորհուրդ տվեց գնալ հոգեբուժի մոտ։ Մեքենայով ընկել ես ձորը եւ հրաշքով փրկվել։ Դուրս եմ եկել առանց որևէ քերծվածքի։ Ողջույն, առանց ֆիլտրերի այսօր զրուցելու ենք դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ։ Աննա, ողջույն։ Ողջույն Անի ջան, շնորհակալ եմ եկել շատ հրավերի համար։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Դրական տրամադրված։ Այո, դրսում արևը տանք է վերջապես ու այդ շատ մեծ ազդեցություն ունի ինձ վրա, տրամադրությունից միանգամից բարձրանում է։ Աննա, դու մեծացել ես ոչ սովորական միջավայրում, կրկեսային ընտանիքում։ Ծնողներդ կրկեսի արտիստներ են, դու եւս փոքրուց աշխատել ես կրկեսում։ Հետաքրքիր ու բարդ համարների ես տիրապետել, նաեւ տարբեր երկրներում ես շրջագայել։ Դա իհարկե հնչում է շատ գունեղ, բայց նաեւ բարդ։ Կուզեմ, որ այդ աշխարհի մասին պատմես ներսից, ինչ էր իրականում կատարվում։ Ներսից շատ դժվար կյանք է կրկեսի կյանքը։ Կողքից թվում է, որ ինչ հրաշք է, ինչ սիրուն է ամեն ինչ հավես է քո մանկությունը անցել։ Ու անգամ դպրոցում ես հիշում եմ, որ բոլորը հետաքրքրված գալիս էին նստում էին կողքս ու պատմություններ էին սպասում, բայց ոչ ոք չգիտեր, որ մենք շաբաթը մեկ քաղաք էինք փոխում, որ այդ շատ դժվար է, այդ աշխատել արդեն կրկեսում, համեմատած անգամ թատրոնի հետ։ Շատ դժվար է, շատ ցավեր կային այդ ոլորտում, բայց շատ հետաքրքիր էր իհարկե, ու ես անչափ շնորհակալ եմ, որ իմ մանկությունը տենց է անցել։ Էդի մեջ շատ մեծ ուժ է թողել ու իմ ծնողների դաստիարակությունն էլ դրա հետ մեկտեղ կարողացել են ինձ ստեղծել այնպիսի մարդ, որ ամեն ինչի տակով կարողանա դուրս գա այս կյանքում։ Ցավեր նկատի ունես Ֆիզիկապես։ Դե նաև ոչ միայն հոգեպես էլ, որովհետև լիքը կոտրված վիճակներ էր լինում համարների հետ կապված, որ կարող է քեզ միտեղ չեն նկատում, չեն գնահատում այնպես ինչպես որ պետք է, բայց նաև ֆիզիկապես, որովհետև դե ամեն դեպքում կրկես է, ամեն դեպքում ամեն բան հենց ֆիզիկականի հետ է կապված։ Գիտեմ, որ բավական բարդ հնարքների ես տիրապետել, օձերի հետ ես նաև աշխատել, դա իրականում վախեցնող էր, թե քեզ համար արդեն դա սովորական նորմալ իրականություն էր։ Ինձ համար կարծում եմ արդեն հիմա էլ է սովորական, երբ որ ես մարդկանց ինչ-որ պատմություններ եմ պատմում մեր կյանքից, բոլորը սենց չեն հավատում, հիմնականում սկզբից, եթե ես ծանոթանում եմ, ես չեմ պատմում այդ պատմությունները, որովհետև ինձ թվում է չեն հավատում։ Բայց նենց պատմություններ կա, որ իրոք ոչ սովորական մարդու համար են ու ես աշխատել եմ օձերի, ռիպտիլյաների հետ, կոկորդիլոս, իգուանա ու տարբեր տեսակի նման կենդանիների հետ ու երբ պատմում եմ օրինակ, որ օձը ինձ կծել է մի քանի անգամ, բոլորի մոտ տենց շոկ է, որ ես վերջերս էի օձ պահում տանը, ոնց է տենց լինում, մի քիչ շոկային է բոլորի համար այդ թեման։ Հիմա չես պահում, չէ՞։ Հիմա չկա, բայց մեծ սիրով նորից կպահեմ։ Ես շատ եմ սիրում իրենց։ Ամենաշատը եւ տպավորիչ պահը, որ հիշում ես այդ տարիներից որն է։ Կրկեսի տարիներից ախր շատ տպավորիչ պատմություններ կան։ Դե իմ հայրիկը Ռիկարդ կնիգի Ռիկորդով կինսը, ինքը ժամանակին արել է մի տրյուկ, որը գրանցել են այդ գրքում։ Այո, ու ինքը իմ հպարտությունն է մինչև օրս, ինքը մինչև օրս անում են այս տրյուկներ, որ էլի բարձրաձայն մեզ բոլորը ասում են դա հնարավոր չի։ Մայրս նենց տրյուկներ է արել, նենց համարներ է արել, որ էլի նույն այդ շոկային վիճակն է։ Դե մենք էլ արդեն երեխաներով փորձել ենք ինչ-որ ձև լինենք կրկեսում, բայց ցավոք սրտի հայրիկիս սերը ամենաշատն է եղել ու մենք տենց երեխաներով թողել ենք, ինքը մնացել է։ Ամենատպավորիչը երևի ամենատարօրինակ պատմությունը, որ ոչ մնացած երեխաների հետ կապ չունեցող, որ շաբաթը մեկ ես դպրոց էի փոխում։ Եթե կան երեխաներ, չգիտեմ, օրինակ հիմա պատմում են, ես մի 3 դպրոց եմ փոխել, ինչքան դժվար էր, ես շաբաթը մեկ դպրոց էի փոխում, որովհետև շրջիկ կրկես էր, մենք տեղափոխվում էինք, նոր ծանոթություններ, միշտ բոլորի հետ նորից ես ծանոթանում, նորից ես քո մասին պատմում,
Այդպես։ Իսկ հայրիկի գրանցած ռեկորդներից, որ նշեցիր, բոլորը ապշում էին, 1-2-ը կասես։ Կոնկրետ հենց այդ տրյուկը կարող եմ պատմել, ինքը կոչվում է վիսելիցա։ Հայրիկս նստում էր աթոռին, իրան ով ցանկանար, կապում էր ոնց ցանկանար ու իրան կախում էին վզից կախում էին, ինքը պետքա այնտեղ ժամանակ կա, то есть դու ինչքան ժամանակում կարող ես օդում մնաս տենց կախված, այդ ժամանակի ընթացքում ինքը հասցնում էր քանդվել ու դուրս գար։ Դու գիտեիր ինչպես էր քանդվում։ Դե գիտեի, բայց իմ համար միշտ էդի հրաշք ա եղել։ Միշտ ես մտածել եմ լավ ոնց։ Գուցե չստացվի։ Ամեն անգամ նայելուց, հա, ու այդ մեծ վախ ա եղել։ Բայց այդ ամենաբարդ չի, որ ինչ արել է իմ հայրիկը։ Իրա վրայով մեքենա է անցել ու էդ էլ ում պատմում ես բոլոր ասում են ոնց է դա հնարավոր, մինչև ցույց չես տալիս վիդեոները, նկարները, նոր սկսում են հավատալ։ Ամեն անգամ իմ աչքի առաջ է դա կատարվել, փոքրուց, ու ամեն անգամ բնականաբար վախեցել եմ հայրիկիս համար ու հենց այդ պահը անցել է, ասենց մի հատ մեծ խորը շունչ եմ քաշել։ Իսկ կար մի պահ, որ ուզում էիր դուրս գալ այդ աշխարհից։ Այդ պահը եկավ ու ես դուրս եկա։ Տեղափոխվեցիր Հայաստան եւ ընդունվեցիր բոլորովին այլ մասնագիտություն ընտրեցիր, դերասանի մասնագիտությունը, ընտրեցիր թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի բաժինը եւ ավարտելուց անմիջապես հետո արդեն ընդունվեցիր Ստանիսլավսկու թատրոն։ Այո, բայց մինչև այդ ես այստեղ նաև քոլեջ եմ գնացել, տարածաշրջանային համար 1 պետական քոլեջը, որտեղ կար դերասանական եւ ռեժիսորական ուղղությունները, ու ես ռեժիսորականն էի ընտրել, որովհետեւ չգիտեմ ինչու, բայց տենց մտածում էի, որ ինձնից դերասանուհի չի ստացվի։ Իսկ որ պահին հասկացար, որ կրկեսից պիտի տեղափոխվես արդեն։ Մեծ հիասթափություն ապրեցի կրկեսից, երևի այդ պատանեկության տարիքին էր, երբ պետք էր շփում, ընկերներ, ինչ որ ավելի հիմնական բան կյանքում, սովորելու տեղ, շփում, ու երևի որ այդ ամենը չկար ու բարդությունները չէին անցնում, ես ընտրեցի այդ հիմնական ապրելակերպը, որ ունենամ մի տեղում լինեմ, մի տեղ գնամ դասի, մի տեղ շփում ունենամ, տենց հիասթափվեցի, դրա համար դուրս եկա։ Երբ ավարտեցիր, անմիջապես ընդունվեցիր արդեն Ստանիսլավսկու թատրոն։ Հետաքրքիր է քեզ ով նկատեց եւ ով հրավիրեց թատրոն։ Քանի որ միջև ավարտելը մենք արդեն ես եւ քույրս իդեպ նույն կուրսում էինք սովորում, ունեցանք փորձ խաղալու Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնում, այդտեղ մեզ նկատեցին ու ստացվեց այնպես, որ ես դեռ սովորում էի ու հաստիկ ավելացավ, ու իմ ընկերներից, իմ ծանոթներից բոլորը ով կարողացավ միանգամից առաջարկեցին Աննան Մանուչարյան, ինձ ասեցին կուզես, իսկ դա իմ երազանքն էր հենց ռուսական թատրոն ընդունվելը։ Հարազատ քույրիկիդ մասին ենք խոսում։ Այո։ Եվ եղբայր ունես, եթե չեմ սխալվում։ Ծնողներդ ապրում են Հայաստանից դուրս։ Ինչպես է հաղթահարում կարոտը։ Դա ամենամեծ ցավն է իրականում, որովհետև կարոտում եմ շատ, մեր կապը շատ մեծ է։ Իմ ծնողները իսկապես մեր հետ ասենց ընկերներ են, ոչ թե խիստ ծնողներ են եղել կամ չհասկացող, այլ հակառակը միշտ ամեն հարցում հասկացել են ու ընկերներ են եղել, ու հենց այդ իրանց մոտիկ շփումը շատ չի հերիքում, ու երբ դժվար պահեր են լինում կյանքում իրանք չկան, դա ամենաբարդն է։ Աննա, մեր նախնական զրույցի ժամանակ նշեցիր, որ մինչև ամուսնալուծությունը դու չէիր կարողանում շատ ժամանակ տրամադրել քո մասնագիտությանը, սահմանափակումներ ունեիր։ Դու ինքդ էիր քեզ սահմանափակում, թե այդպես էր ստացվել, որ գուցե ամուսինը չէր ցանկանում, որ լինես այդ ոլորտում։ Կարծում եմ ես ինքս էլ էի ինձ սահմանափակում, մտածելով, որ եթե ես ամուսնացած կին եմ, ես շատ բաների իրավունք չունեմ։ Բայց այդ չի նշանակում, որ հիմա եթե ամուսնալուծվել եմ, ուրեմն ես ունեմ ինչ-որ իրավունքներ, որ ես կարող եմ ամեն ինչ անել, ոչ։ Ուղղակի այն ժամանակ համ կային ամուսնուս կողմից արգելքներ, համ ես ինքս էի ինձ ինչ-որ բաներից հետ պահում։ Օրինակ ինչ դերից էիր հրաժարվում։ Կամ ինչ-որ ֆիլմերում նկարահանվելուց։ Եթե օրինակ ինչ-որ կապ կար տղամարդու հետ։ Համբույրի տեսարան եւ այլն, թե պարտադիր չէր։ Պարտադիր չէր։ Անկամ եթե ուղղակի կապ կա։
ես ինձ հետ է պահում ու ամուսնալուծությունից հետո ես նոր սկսեցի զբաղվել կարելի ասել իմ կարիերայով։ Բայց ելի եմ ասում, դա չի նշանակում, որ պարտադիր պետքա լինի այդ կապը, ուղղակի ուրիշ ձևով սկսեցի նայել իմ մասնագիտությանը։ Ամուսնալուծության որոշումը միասին կայացրեցիք։ Ոչ, ես եմ կայացրել, բայց դրան դե բնականաբար շատ լուրջ պատճառ ա եղել, որովհետև ես այնպիսի մարդ եմ, որ իմ համար ընտանիքը շատ կարևոր է, ու բոլորը ով ինչ ճանաչում է, բոլորը ով իմացել է, գիտեին, որ ուրեմն շատ լուրջ խնդիր կա, որ Աննան գնացել է այս քայլին, բայց չեմ փոշմանում։ Ամուսինդ ոլորտից չէր։ Ոչ, կապ չուներ ոլորտի հետ, բայց լիքը ընկերներ, ընդհանուր ընկերներ, ամեն դեպքում ինչ որ չափով ինքը կար այդ ամենի մեջ, բայց դերասան չէր ու կապ չուներ։ Դու հիմա միայնակ մեծացնում ես որդուդ Նեոին, ով 5 տարեկան է արդեն, եւ բավական բարդ է լինել միայնակ մայրիկ ու հասցնել ամեն ինչ, հատկապես երբ կողքից չկա աջակցող որևէ մեկը եւ ապրում ես Վարչով բնակարանում, ինչպես ես կարողանում հասցնել։ Անկեղծ ասած, այս հարցը հենց տալիս են, ասենց երկար սկսում եմ մտածել ոնց է դա ստացվում։ Ու ուղղակի հասկանում եմ, որ այս կյանքում ամեն ինչ կարելի է հաղթահարել։ Եթե անգամ քեզ թվում է, որ դրված է այս հարցը քո դիմաց ու անհնարին է իրա լուծել, դա էլ է լուծվում։ Յուրաքանչյուր հարց լուծվում է։ Ես շնորհակալ եմ իմ շրջապատի բոլոր մարդկանց, ովքեր անգամ սենց ինչ որ չափով ինձ օգնել են այս ընթացքում ու մինչև օրս օգնում են, երեխա պահելուց սկսված, լիքը անծանոթ մարդիկ անգամ եղել են, հիմա ամեն ինչ լավ է, հիմա ահագին կարգավորվել է ամեն բան, բայց կար ժամանակ, երբ ես անգամ 6 տեղ էի աշխատում, չէի հասցնում քնեի, չէի հասցնում նորմալ սնվեի ու միայն երեխայի հասցնում պահեի ու աշխատեի։ Այդ ժամանակ հայտնվեցին մարդիկ, անգամ անծանոթ մարդիկ, ովքեր պատրաստ էին օգնել։ Սկզբում ես չէի ընդունում այդ օգնությունը, դա էլ է ինձնից կախված։ Ես չէի ընդունում, չէի ուզում ոչ մեկի վրա բարդեի իմ խնդիրները, մտածում էի ես ինքս, բայց չի կարելի այդպես։ Ֆինանսական բարդության մասին ենք խոսում, թե նաև երեխային մեծացնելու, օգնելու հարցում։ Այդ շրջանում դժվարություն կար ամեն ինչի հետ կապված, եւ ֆինանսական, եւ հոգեպես, եւ երեխային մեծացնելու հետ կապված, եւ այն, որ իմ ծնողները իմ կողքը չեն ու հենց այդ ժամանակ իրանք թղթերի հետ ունեին խնդիր ու չէին կարողանում ուղղակի գային իմ կողքը լինեին։ Մենք հերավոր իրար կարողանում էինք օգնել, բայց ամեն դեպքում, երբ որ կողքը չեն ծնողները, դա ուրիշ է։ Ամեն հարցում էր դժվար։ Իսկ օրինակ որտեղ էիր թողում որդուդ, երբ թատրոնում փորձեր էին կամ շատ ուշ վերջանում էր ներկայացումը, ում մոտ էիր թողնում։ Վայ, իմ որդին իմ հետ ինձ թվում է ամեն ինչի միջով անցել է։ Շատ ժամանակ տանում էի հետս, շատ ժամանակ համ նկարահանումների, համ փորձերի, համ ներկայացումների, շատ ժամանակ օգնում էին կողքից, զանգում էի, ում է հարմար, մեկը խնդրում եմ պահեք, ես հասցնեմ, չեմ հասցնում, ուշանում եմ։ Անգամ կա պատմություն, որ իմ Ռուսաստանի ընկերուհին, երբ արդեն էլ չգիտեի ինչ անեի, որովհետև բոլորը զբաղված էին, զանգել էր իր բարեկամներին, ում ես չեմ ճանաչում, որ իրանք պահեն իմ երեխային, որ ես հասցնեմ աշխատել։ Պահել է իմ քույրը շատ ժամանակ, չնայած եւ իր աշխատանքային դժվարություններին, որ ինքն էլ էր աշխատում, պահել է ինչ որ չափ իմ հորաքույրը էլի, ով որ աշխատող է, բայց փորձել է ամեն ձև, ով ոնց կարողացել է օգնել է, դրա համար ես անչափ շնորհակալ եմ։ Դու նշում ես, որ շատերը շոկի էին ենթարկվում, երբ լսում էին, որ Նեոն իմ որդին է։ Ինչպիսի արձագանք էր լինում եւ որն էր պատճառը զարմանքի։ Չգիտեմ, կարծում եմ շատերը ասում են, որ ես 30 տարեկանի տեսք չունեմ։ Իսկապես չունես։ Շնորհակալություն։ Ու նաև որ իմ տղան իր տարիքից մի քիչ մեծ է երևում, կարծում եմ, տենց լավ բոյով է։ Այդ համադրությունը երևի բոլորի մոտ շոկ առաջացնում, չնայած իմ երեխային չտեսնելով էլ, ուղղակի իմանալով, որ ես երեխա ունեմ, բոլորը ոնց։ Դա հնարավոր չի։ Դե ինչի հնարավոր չի, եթե օրինակ ինձ տալիս է 22 տարեկան, հնարավոր է, չէ՞ որ ես երեխա ունենամ։ Այդ պարադոքսը չեմ հասկանում, բայց շատ հաճելի է։ Իսկ հայրիկի հետ շփում ունի Նեոն, եթե կուզես խոսենք նաև այդ մասին։ Ես ամեն ինչ արել եմ, որ շփում ունենա իմ երեխան, չնայած այն իմ հոգեվիճակին, այն ցավերին, ինչի միջով որ ես անցա,
Իմ համար դա կարևոր չէր, դա կարևոր էր, որ իմ երեխան լինի երջանիկ ու իր կողքը լինեն երկու ծնող։ Ես ամեն ինչ արել եմ, որ շփում լինի ու 3 տարվա մեջ շատ բան է տեղի ունեցել, բայց այս վերջերս մի քանի օր առաջ մենք վերջապես Նեոյի հայրիկի հետ կարողացանք նստել եւ հանգիստ խոսել։ Ու ինձ թվում է հասկացանք իրար ու հիմա ամեն բան կփոխվի։ Ինձ թվում է ինչ որ բան կդզվի։ Աննա, դու նշել ես, որ հավատում ես սիրուն, բայց միևնույն ժամանակ շատ վախենում ես դրանից։ Ինչն է վախեցնող քեզ համար։ Կրկին սխալվելը, կոտրվելը։ Իրականում ով մտածում է, որ մարդ ամուսնալուծվում է ու կյանք ավելի է հեշտանում, տենց կարա ինչ ուզի անի, ոնց ուզի ապրի, ազատություն է գալիս, ընդհանրապես այդպես չի ու չգիտեմ, ինձ մոտ որ այդպես չի, որովհետև կա երկրորդ անգամ այդ նույն քայլը անելու հնարավորություն, բայց շատ ավելի դժվար է, շատ ավելի երկար է պետք մտածել, շատ ավելի վախեր կան, որ դու երկրորդ անգամ եւս կարող ես սխալվել։ Նամանավանդ հիմա մի քիչ արժեքները մարդկանց փոխվել են ու շատ արագ է սերը կորում, չգիտեմ ինչի է դա կապված, ցավոք սրտի, ու հիմա ներկապահին ես մի քիչ վստահություն չունեմ։ Բայց ես հավատում եմ սիրուն, ես հիանում եմ սիրող զույգերով, ես հիանում եմ ընտանիքներով, երբ որ տեսնում եմ, որ մարդիկ կարողանում են կառուցել գեղեցիկ ընտանիք, ես շատ հիանում եմ ու ուրախանում եմ։ Դու նաև քո Instagram-յան էջում անկեղծացել ես, որ շատ երկար ժամանակ եղել ես դեպրեսիայի մեջ եւ հակադեպրեսանտներ ես խմել, որ կարողանաս դուրս գալ այդ վիճակից։ Ինչի հետ էր դա կապված եւ արդյոք չկար միտք դիմելու օրինակ հոգեբանի։ Ասեմ ավելին, ես արդեն դիմել եմ հոգեբուժի։ Ես ուղղակի շատ երկար ժամանակ այդ դեպրեսիային, ստրեսին իրանց վրա աչք էի փակում, դրանց վրա ու ինքս ինձ չէի խոստովանում, որ ես ունեմ խնդիր, ամեն դեպքում երկար դժվար ճանապարհ անցնելուց հետո դա նորմալ է կարծում եմ։ Սկսվեցին ուժեղ գլխացավեր ու անգամ այն ժամանակ, երբ որ ես հոգեպես ավելի հանգիստ էի, այդ գլխացավերը չէին անցնում։ Երկար ստուգումներից հետո ոչ մի առողջական խնդիր չպարզեցին, փառք Աստծո, ու տենց մի շատ լավ բժիշկ խորհուրդ տվեց գնալ հոգեբուժի մոտ։ Ես հոգեբուժ ասված բառից անգամ վախեցել եմ միշտ իմ համար այդ, չգիտեմ, ինչ որ ուրիշ բան է եղել, բայց վախենալու ոչինչ չկա, իսկապես այդ մասնագետը ինձ օգնել է, ինձ փրկել է կարելի ասել այդ ցավերից։ Հակա անտիդեպրեսանտներ եմ խմել երկար ժամանակ, բայց առանց դրա էլ չէր լինի։ Ուղղակի։ Դա ամուսնալուծությունից հետո տեղի ունեցավ։ Այո, 3 տարվա մեջ կուտակված այդ բոլոր դժվարությունները, բոլոր ցավերը, այդ ամենն էր կուտակվել ուղղակի, որ պետքա դուրս գար։ Եթե մեզ լսում են կանայք, ովքեր անցնում են այն ճանապարհով, որով դու ես անցել կամ նոր են անցնելու, կոտրված հոգի, սխալ ընտրություն, միայնակ մայրություն եւ այլն, երբ թվում է թե ելք չկա այլևս, ինչ խորհուրդ կտաս անել։ Նախ ուզում եմ ասել, որ ես անսահման շատ ուզում եմ հավաքեմ բոլոր մամաներին միտեղ ու սենց ուժեղ գրկեմ նամանավանդ միայնակ մամաներին, որովհետև իսկապես մամայից ուժեղ բան չկա այս աշխարհում։ Ինչերի է ինքը ընդունակ հանուն իր երեխայի, ինչերից է ինքը պատրաստ իրան զրկել։ Ինձ համար մամաները ուղղակի հզոր են այս աշխարհում ու ինչի եմ դա ասում հիմա մամաներին, որ իրանք էլ իմանան, որ իրանք շատ ուժեղ են։ Շատ ժամանակ, երբ որ ապրում ես այնպիսի կյանքով, որը քեզ դուր չի գալիս ու դու կոտրվում ես, քեզ թվում է դու ուժեղ չես, քեզ թվում է դու ոչինչ չես կարող ես կյանքում։ Դա այդպես չի։ Հենց քայլ ես անում, ամեն ինչ դզվում է։ Դժվար է, բարդ է, բան չունեմ ասելու, բայց եթե երջանիկ չես, պետք է ինչ-որ մի բան փոխես քո կյանքում։ Երբ ես գնացի այդ քայլի, ինձ շատ-շատերը ասում էին, ինչքան ուժեղ ես դու կարացել ես գնաց այդ քայլին, ու շատ-շատերից պարզվում է, որ իրանք էլ են ուզում, բայց չեն կարողանում։ Ու ինչքան մարդ ուղակի դժբախտ ապրում է այն պայմաններում, որը իրան դուր չի գալիս, զուտ վախի պատճառով։ Երկար ժամանակ եմ վախեցել ինչ որ քայլ անելու, բայց
գալիս է մի ուժ, ինձ մոտ միշտ այդպես է, եթե ես որոշում եմ կայացնում, ես ստանում եմ ուժ։ Ես գիտեմ, որ ես ուղղակի կարող եմ վստահել Աստծուն ու անել այդ քայլը, ու մնացած ամեն ինչ կլինի։ Երբ ասում ենք միայնակ մայր, տարիներ առաջ հասարակությունը մի փոքր այլ կերպ էր ընկալում։ Այդ կարծրատիպը կոտրվել է այսօր, թե դու զգացել ես դա քո մաշկի վրա։ Իրականում իմ շրջապատում մեծամասնությամբ այնպիսի մարդիկ են, ովքեր նախ եւ առաջ ինձ ճանաչում են ու գիտեն ինչ տեսակի մարդ եմ ես, ու հասկանում են, որ խնդիրը ուրիշ տեղ է։ Բայց եղել են նաեւ դեպքեր, որ մարդիկ մտածել են, որ օրինակ իմ ամուսնալուծությունը իմ մասնագիտության հետ է կապված, որ ես ընտրել եմ իմ մասնագիտությունը, այլ ոչ թե ընտանիքը։ Ու ես շատ երկար չեմ խոսել ամուսնալուծությունից ու մարդիկ ուղղակի չեն իմացել, ես հանգիստ գնացել եմ աշխատանքի, ինչ որ կատարվել է իմ կյանքում, ես նույն ձևի ժպիտով գնացել եմ աշխատանքի, գնացել եմ, ոչ մեկ չի իմացել, քիչ-քիչ տենց երևի 1 ամիս, 2 ամիս անց նոր կարողացել եմ դրա մասին խոսեմ մարդկանց հետ, կիսվեմ, պատմեմ, որ սենց բան է կատարվում իմ կյանքում։ Շատ եմ լսել նաև կողքից, որ մասնագիտությանս հետ են կապում դա։ Չէ, պատճառը դա չէր, որովհետև ես ընտրել էի ընտանիքը, ես գիտեի ինչ քայլի եմ գնում։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ մի բանից ես պետք է ինձ հետ պահեմ։ Ես ունեի իմ թատրոնը, ես ունեի ներկայացումներ, ես ստանում էի բավականություն։ Ինձ այդ պահին էլ ոչ մի բան պետք չէր ավել։ Ես պատրաստ էի ապրեի նույն կերպ ունենալով ընտանիք, որովհետև ընտրել էի դա։ Ընդհանրապես դա չի պատճառը, բայց ամեն դեպքում չեմ ուզի խոսել պատճառների մասին, որովհետև տարիներ հետո իմ տղան ամեն դեպքում կնայի այս հարցազրույցը ու իմ համար ավելի շատ կարևոր է, որ ինքը իրան վատ չզգա ոչ մի բանից։ Ինքը պետք է իմանա, որ իր ծնողները, ինչ եղել է իր ծնողների միջև, դա իրան չի վերաբերվում։ Իրան սիրում են, ինքը սիրված է, վերջ։ 9 տարի առաջ դու շատ լուրջ վթարի ենթարկվեցիր, մեքենայով ընկել ես ձորը եւ հրաշքով փրկվել։ Ինչպես է դա հնարավոր եւ այս դեպքից հետո առհասարակ ինձ թվում է փոխվում է մարդու մտածողությունը։ Ինչպես տեղի ունեցավ եւ ինչ փոխվեց քո կյանքում այդ դեպքից հետո։ Սկսեցի հավատալ հրաշքներին, ուղղակի անհավատալը արդեն հնարավոր չէր այդ դեպքից հետո, որովհետև անհավանական պատմություն էր, անհնար էր դուրս գալ այնտեղից առանց որևէ քերծվածքի, իսկ ես այդտեղից դուրս եմ եկել առանց որևէ քերծվածքի։ Ղեկին ես չեմ եղել, բայց իմ մեքենան է եղել, ու ես հիշում եմ, երբ ինձ արդեն տանում էին սկորիով, պապայինքս ընդեղից զանգում էին անհանգիստ, ես առաջին բանը, որ ասացի իմ պապային, ասացի խնդրում եմ, ինձ չզրկես քշելուց։ Ես չեմ վախեցել, ես պատրաստ եմ նորից քշել մեքենա, խնդրում եմ, ինձ չզրկես։ Այ դա եմ հիշում։ Ես շնորհակալ եմ այդ պատմությանը իմ կյանքի, որովհետև նախ եւ առաջ այդ ժամանակ շատ բան ցույց տվեց։ Ու ես հասկացա, որ իսկապես այն մանր-մունր բաները, ինչ որ կատարվում է կյանքում, այնքան կարևոր չի։ Ամեն վարքյան կարող ուղղակի կյանքը կտրվի։ Ամեն պահով պետքա ուրախանաս, ամեն ինչի համար շնորհակալ լինես։ Դժվարություն ունեն բոլորը այս կյանքում։ Ոչ մեկ չկա, որ անգամ եթե հարուստ է, ընտանիք ունի, չկա անխնդիր մարդ։ Ամեն մեկը իր հոգու խորքում ինչ որ մի խնդիր ունի։ Ու պետք է այդպես ապրենք։ Ունենալով խնդիրները, բայց ուրախանալով այն մանր երջանիկ պահերի համար։ Ես ճիշտն ասած չեմ ուզի գնամ անցյալ, որովհետև այդ մարդը, ով կար իմ կյանքում, ինքը ինձ շատ մեծ ցավ էր պատճառել, ու փառք Աստծո, էլի իմ քայլը նենց եղավ, որ ինքը այլևս չկա իմ կյանքում, ու ես շատ շնորհակալ եմ դրա համար։ Կարծում եմ դա պետքա լիներ, որ ես գայի ինչ-որ վերջնական կետի։ Որպես դերասանուհի, քեզ ավելի շատ հանրությունը ճանաչեց Օկի նախագծից, նաև Շանթում իրար դեմ եւ այլ հեռուստանախագծերից։ Որն էր քեզ համար այդ բեկումնային կետը
Եվ որտեղ ես քեզ ավելի լավ զգում, թատրոնում թե ավելի շատ հեռուստանախագծերում։ Միանշանակ թատրոնը ավելի շատ եմ սիրում, բեմը։ Հենց բեմը, երբ որ դուրս ես գալիս այդ պահին, խաղում ես քո սիրելի ներկայացումներից մեկը, այդ լրիվ ուրիշ հաճույք է ու բոլոր դերասանները ինձ հիմա կհասկանան այն զգացմունքը, ինչ որ կատարվում է ներկայացման վերջում ինչն ես դու զգում, այո, երբ որ խաղում ես քո սիրած ներկայացումներից մեկը։ Բայց կա նաև դրա հակառակ process-ը, երբ որ խաղում ես չուզելով։ Էդ էլ հակառակ զգացմունք առաջացնում, դա էլ կհասկանան ինձ դերասանները։ Սյոմկեքն եմ շատ սիրում, բայց էլի նայած, որովհետև կարծում եմ մեր աշխատանքը, դերասանների աշխատանքը այնպիսի աշխատանք է, որ պետքա մթնոլորտը միջավայրը այնքանով լավը լինի, որ դու կարողանաս ճիշտ աշխատես։ Ամեն դեպքում դա էմոցիաների հետ է կապված, զգացմունքների հետ է կապված մեր աշխատանքը, ինչքան էլ որ դա աշխատանք է հնչում, բայց մենք վերապրում ենք այդ ամենը։ Դրա համար ինձ համար երկուսն էլ կարևոր է, սիրում եմ, ուղղակի ընդհանուր սիրում եմ իմ մասնագիտությունը շատ, բայց երևի առաջնայինը դեռ բեմն է։ Բոլոր դերասանները հիմնականում ես ում հետ խոսել եմ, առանձնացնում են թատրոնը եւ բեմը։ Ինչ կախարդական աշխարհ է դա, որ գրավում է։ Իսկապես շփումն է։ Իսկապես կախարդական աշխարհ է։ Երևի այդ էներգետիկան, որ կարողանում ենք մենք տանք հանդիսատեսին, հանդիսատեսը մեզ տա իր էներգետիկան, միգուցե դա է։ Միգուցե այն, որ տրվում է հնարավորություն խաղալ էմոցիա, այն էմոցիան, որը դու չես կարող բեմից դուրս խաղալ։ Բայց շատ հետաքրքիր նաև բալոտ է, նաև ճայիչ է, որը սենց ձգում է քեզ ու չի թողում։ Չես կարողանում դուրս գաս։ Իսկ ժամանակ առ ժամանակ կարոտում ես կրկեսի կյանքը, թե ոչ։ Եթե անկեղծ ոչ, որովհետև ինձ թվում է այն ժամանակը, ինչը որ տրված էր ինձ իմ կյանքում կրկեսում լինելու համար, ես եղա։ Ես այդ հաճույքը ստացա, ես վայելեցի ու դուրս եկա։ Ես հիմա վայելում եմ իմ մասնագիտությունը, ես սիրում եմ։ Միգուցե եթե չսիրեի իմ մասնագիտությունը, կարոտեի կրկեսը։ Այսինքն լիարժեք ես դու հիմա։ Ես լիարժեք եմ ինձ զգում իմ մասնագիտության մեջ, ես շատ նեղվում եմ, եթե հանկարծ մի քիչ աշխատանքս լինում, ես շատ Արի առաջարկում եմ հրավիրենք հանդիսատեսին առաջիկա քո ներկայացումներին, որն է լինելու Ստանիսլավսկի թատրոնում։ Եթե անկեղծ շատ են ներկայացումները, բայց տենց օրերով չեմ հիշում։ Ամենաշատը սիրում եմ։ Ամենաշատը դե սիրում եմ Գարդենյան, Յաման, դա մեծական ներկայացումներից, գուցե Ատնաշենյան, որը ֆորմատով մի քիչ ավելի այլ է, խաղում ենք փոքր բեմում, մանկականներից հուրինա շուտով լինելու շատ լավն է ու մեծերն են նայում, մեծ հաճույք ստանում, քնած գեղեցկուհին, մի խոսքով շատ են, սա այն երևի ինչը որ ես տենց սիրում եմ խաղալ։ Աննա, դու նաև նկարահանվել ես Մանունյա սերիալում, որտեղ գլխավոր հերոսի ես խաղում Նիկոլայ Ավետիսյանի հետ։ Շատ հետաքրքիր ու տարբերվող նախագիծ է, խոսենք նաև դրա մասին։ Այո, Մանյունյա նախագիծը շատ վաղուց կա, կոնկրետ այն նախագիծը, որտեղ ես նկարահանվեցի, ինքը պատմում է Մանյունյայի տատիկի մանկությունը, այսինքն մենք ժամանակաշրջանով գնացել ենք ավելի հետ, ու ես հենց իր մայրիկն եմ խաղում ու կոչվում է սերիալը Մանյունյա детство ба արդեն։ Շատ հետաքրքիր էր, շատ հավեսով է անցել նկարահանումները, շատ հետաքրքիր էր այն առումով, որ ես խաղում էի հին ժամանակներով, միշտ երազանքս ա եղել այդ կերպարը ունենալ, թիմը, ուզում եմ սենց առանձնահատուկ շնորհակալություն հայտնել թիմին, ովքեր որ աշխատել են այդ պրոյեկտի վրա, որովհետև իրանց հետ աշխատելը միայն ու միայն հաճույք է, ամեն անգամ ուզում ես ավելի շատ իրանց հետ աշխատես։ Առաջին սեզոնը արդեն Օկոյով Ռուսաստանում ցույց են տվել, հիմա կարծեմ Սոնցը տելեկանալով է գնում, առջևում երկրորդ սեզոնն է։ Իսկ կաստինգը անցել եմ 3 անգամով, շատ երկար կաստինգ ա եղել է դերի հետ կապված ու ես հիշում եմ երբ ինձ ուղարկեցին տեքստը ասեցին առաջին քայլը վիդեոպրոբան ա ուղարկի ես այդ ժամանակ այնքան զբաղված էի ու
նկարահանվում էի Իվան Ժիրո նախագծում, որտեղ գունավոր մազերով էի, շատ մեյքափով, իսկ ես դերը ընդհանրապես դրա մասին չի։ Ես երկար ժամանակ ձգում էի այդ վիդեոպրոբան ու չի հասցնում նկարեի։ Մի ամիս անց նկարեցի, ուղարկեցի, ասացի կներեք էլի, ես հասկանում եմ, որ արդեն ընտրել եք, բայց չիմանաք, որ ես անպատասխանատու եմ։ Պարզվեց դեռ չեն ընտրել, դեռ այդ դերի վրա փնտրում են դերասանուհի։ Ասացի դե լավ, հաստատ չի լինի, դե հիմա այն էլ ուշ եմ ուղարկում, կասեն ես ինչ անպատասխանատու է։ Ու ստացվեց նենց, որ երկրորդ, երրորդ արդեն պրոբաներին ես էլ մասնակցեցի ու ընտրվեցի։ Մենք ունենք ավանդական հատված, որտեղ պիտի պատմես մի անֆիլտր պատմություն, որը քչերը գիտեն քո մասին։ Ոյ։ Այսինքն ինչի հետ կապված լինի։ Կարամ պատմեմ այս մատից պատմությունը, ոչ մեկ չի նկատում, որ իմ մատը կիսով չափ չի աշխատում։ Չգիտեմ։ Անհավանական։ Իսկ ո՞ւմ է անհավանական էր։ Շատ շատերը չեն նկատում ու չգիտեն, բայց ես օրինակ մեկ-մեկ նեղվում եմ, որ ես ունեմ սենց մի հատ տարօրինակ ինչ-որ բան իմ ձեռքի հետ կապված, որը միջև վերջ չի փակվում, բայց այդ ուղղակի չի եղել։ Այս պատմությունը կապված է ինստիտուտի հետ, երբ որ մենք ներկայացում էինք բեմադրում ու իմ դերը այնպիսի դեր էր, որտեղ ես դանակով պետք է մտնեի ու ոնց որ տենց սենց խրեի այդ տախտակի վրա, չգիտեմ խի ջղայնացած, ում վրա է ջղայնացած, ինչ վիճակ էր մոտս, դանակը մի փոքր տենց ներքև էի պահել ու սենց ձեռքս միանգամից զգացի, որ կտրվեց, բայց ես շարունակում եմ խաղալ, այդ մեր զդաչան էր, ոչ թե հանձնումն էր այդ մեր, ոչ թե ինչ-որ պրեմիերա էր կամ խաղում էինք հենց ներկայացում, այլ հանձնումներ, կարող էի ստոպ տալ, բայց ես որոշեցի ստոպ չտամ, որոշեցի սենց պահեմ միջև վերջ, տեսնեմ ինչքան կարող եմ խաղալ ու նաև վախենում եմ, որ հանկարծ ձեռքս բացեմ, կարող է մատես չլինի, որովհետև չգիտեմ ինչ վիճակ է ու տենց արդեն արյունը սկսեց կաթալ ու կողքից սկսեցին աղջիկները գոռալ, այս ինչ է, ինչա նոր ստոպ եղավ։ Երկար ժամանակ սաղ ինձ ասում էին, դե լավ, ճկուտ է, ինչ պետք է եղած լինի, բայց 2.5 ժամ վիրահատություն է տարվել այս մատի վրա։ Ու մեծ աշխատանք, որ ինքը գոնե մի քիչ փակվի։ Գեղեցկությունը զոհեր է պահանջում, քո դեպքում մասնագիտությունն է զոհեր պահանջում։ Այո, ես մասնագիտության հետ կապված շատ զոհեր եմ ունեցել ու չեմ փոշմանում, այդ ինձնից է կախված, ես սիրով եմ դա անում։ Աշխատանքից դուրս որտեղ ես հաճելի ժամանակ անցկացնում։ Աշխատանքից դուրս ինչպիսին ես դու առանց տեսախցիկների, բեմից ներքև։ Ես տեսախցիկի առջև, եթե ես եմ, ես չեմ խաղում։ Եթե ես ունեմ դեր, ես նոր այդ ժամանակ եմ խաղում։ Ես ամեն տեղ եմ նույնը, տանը, դրսում, թատրոնում, չեմ կարծում, նախ այդքան ուժ ու էներգիա չունեմ, որ ամենտեղ տարբեր լինեմ, ես ավելավա լինեմ ոնց կամ, ով ինձ ընդունում է, թող ընդունի, ով չէ, ոչ մի խնդիր։ Ժամանակ անցկացնել, դե բնականաբար, եթե ազատ ժամանակ եմ ունենում, մի անգամ ես տղայիս հետ եմ անցկացնում, որովհետև ես ամեն ինչ ուզում եմ անեմ, որ ինքը իմ ներկայությունը ավելի շատ զգա։ Չնայած եւ նրան, որ ստիպված լինում ես եւ մամա եւ պապա, բայց ես միշտ ուզեցել եմ իմ երեխու համար մենակ մամա լինեմ, որովհետեւ ամեն դեպքում դա ուրիշ զգացողություն է։ Հենց ազատ ժամանակ եմ ունենում տղայիս հետ, բայց ընկերներիս հետ եմ շատ սիրում ժամանակ անցկացնել։ Ինչի համար ես ամենաշատը շնորհակալ։ Ես միշտ ամեն օր Աստծուց շնորհակալ եմ ամեն մի օրվա, ամեն ինչի համար, ինչ որ ես ունեմ։ Չնայած ոչ մի դժվարությանը, միշտ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ իմ ծնողների համար, որ իմ ծնողները հենց այդպիսին են, ինչպիսին որ կան, ամեն հարցում իմ կողքին են։ Շնորհակալ եմ տղայիս համար, որովհետև գիտակցում եմ, որ գուցե հիմա ամուսնալուծված մայրիկները շատերը մտածեն, ես մենակ եմ, մնացի միայնակ, երեխու հետ, ինչ եմ անելու, ոնց եմ անելու, իսկ ես կարծում եմ, որ ես միայնակ չեմ, ես ունեմ երեխա, իսկ այդ ամենամեծ պարգևն է, որովհետև իմ շրջապատում կան լիքը մարդիկ, ովքեր ամուսնալուծվում են, չունենալով երեխա, չեն ամուսնանում եւ չեն ունենում երեխա ու տառապում են այդ մտքից, այդ ամեն ինչից, որովհետև շատ են ցանկանում ունենալ։ Իսկ ես ունեմ այդ պարգևը իմ կյանքում։ Այդ ամենակարևոր բանն է։
Քո կյանքում շատ են եղել դժվարություններ, մինչ օրս կան, որոնք հաղթահարում ես պատվով, որն էր քեզ համար ամենադժվար կետը, որ մտածում էիր այլ հնարավոր չի առաջ շարժվել։ Դե էլի երևի ամուսնալուծությունից հետո, ինչի ամուսնալուծությունից հետո ինչ եմ միշտ դրա մասին խոսում, որովհետև երբ որ կա երեխա, դու արդեն ոնց որ պատասխանատու չես մենակ քեզ համար։ Դու պատասխանատու ես մի հատ պուճուրիկ մարդու համար, ու դու պետք է ամեն ինչ անես, որ իր կյանքը ճիշտ դասավորվի։ Ու այդ ժամանակ, երբ չգիտեի ուղղակի ուր եմ գնում, ինչ եմ անում, ինչ է ինձ սպասվում այս կյանքում, գումարի հետ կապված, տան հետ կապված, ես չգիտեի որտեղ եմ ապրելու, ես չգիտեմ որտեղ եմ աշխատելու, ինչ եմ անելու, անգամ եղել են պահեր, հիմա ծնողներս կարող է տենան, նեղվեն, որովհետև ես այս թեմաներով ոչ էլ իրանց հետ եմ տենց կիսվել, որ չնեղվեն ոչ մի վարքյան։ Եղել են պահեր, որ անգամ գումար չի եղել հաջորդ օրվա ուտելու համար։ Ու ես այնքան եմ տառապել այդ մտքից, այնքան եմ վախեցել, այնքան եմ լացել, այնքան եմ նեղվել, որ ուղղակի մի օր եկավ պահ, որ ես ասացի, էլ ուժ չունեմ։ Էլ նեղվելու, հուսահատվելու, վախենալու ուժ չունեմ։ Ուղղակի սենց թողում եմ ամեն ինչ, վստահում եմ իմ կյանքը Աստծուն, ոնց պետքա, ոնց ճիշտ է թող այդպես էլ դասավորվի։ Ազնիվ խոսք երբ բաց ես թողում այդ ամենը, այդ վատ զգացմունքները, վախը ամենակարևորը պետքա սենց մի կողմ դնես, ամեն ինչ հաջորդ օրվանից դասավորվում է։ Նենց լուսավոր կետ է բացվում քո կյանքում, որ դու ինքդ էլ չէիր կարծում, որ տենց կարա լինի։ Իսկ ինչից ես դու վախենում։ Հիմա ոչ մի բանից։ Հիմա ամեն ինչի պատրաստ եմ։ Հիմա ընդունում եմ ամեն ինչ նենց ոնց կա։ Գուցե այն ժամանակ չէի ընդունում, չէի հարմարվում այն մտքի, որ իմ կյանքում էդ է կատարվում։ Իսկ հիմա ցանկացած բանի միջով պատրաստ եմ անցնել, որովհետև հասկանում եմ, որ դժվարությունա պետք է անցնեմ։ Ինչի մասին ես երազում։ Դե երազանքները շատ են։ Տենց գուցե ինչ-որ բաներ կան, որի մասին չեմ խոսի։ Ես հիմա հասկացել եմ, որ ամեն ինչ պետք է անեմ, օրինակ անցած տարի ծնունդիս երազում էի, որ ես պետք է պարտադիր իմ տորթի մոմերը փչեմ Ֆրանսիայում։ Եվ փչեցիր։ Այո։ Ես հասկացա, որ եթե ես ունեմ նպատակ ու միտք, ես պետք է այդ իրականացնեմ։ Իմ տղան ձմռանը երազում էր լիներ ամարտեղ ու հայտնվեր ծովում։ Ես դա իրականացրեցի։ Բոլորին կողքից թվում է, ոնց է Աննան հասցնում, շատ խոսակցություններ են լինում կողքից, ես լսում եմ դա կողքից, բայց դե ոչինչ։ Չէ, ոչինչ, թող խոսան, ով ոնց ուզում է, թող հասկանա, ես միշտ ասում եմ, ով ինչ ճանաչում է գիտի, ով չէ, ես բացատրություն չպետք է տամ։ Դուք ինքներդ եք տենց որոշում իմ մասին մտածել։ Ու բոլորին չէ, շատերին թվում է, որ ոնց է հասցնում Աննան, միայնակ երեխա է մեծացնում, վարձով տանն ապրում, գնացին ծով, գնաց Ֆրանսիա, բայց ոչ մեկ չի տեսնում այն կադրից դուրս պահերը, երբ ես անդադար աշխատում եմ, ոչ ոք չի տեսնում, որ ես կարող եմ հոգնածությունից մտնեմ տուն այնքան լաց եմ, որովհետև ուղղակի հոգնած եմ։ Այդ ամենը ոչ մեկ չի տեսնում, բոլորը տեսնում են ուրախ միշտ Աննային, բայց ինձ այդպես դուր է գալիս։ Շատ շնորհակալ եմ Աննա անկեղծրիցի համար, մաղթում եմ, որ բոլոր երազանքներդ կատարվեն։ Շնորհակալ եմ։ Եվ հաղորդման վերջում մեկ անֆիլտր լուսանկար միասին։ Առանց ֆիլտրերի զրուցում էինք դերասանուհի Աննա Մանուչարյանի հետ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Mova ֆոտոստուդիային նկարահանումներն այստեղ իրականացնելու համար, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ։